Նրան մենք սովոր ենք տեսնել մի ժպտերես և պայծառ, բայց կյանքը հասցնում է իր հարվածները։ Նրա յուրաքանչյուր արարք դառնում է հասարակության քննարկման առարկա։ Այնուամենայնիվ նա կարողանում է իր ներքին աշխարհը պաշտպանել արտաքին աշխարհի փոթորիկներից։ Իմ հյուրն է այսօր Անահիտ Սիմոնյանը։ Բարի երեկո Անահիտ, շատ շնորհակալ եմ, որ այսօր Սպիտակ անկյունում դու ես։ Հաղորդման սկզբում ես միշտ տալու եմ իմ հյուրերին միևնույն 5 հարցը։ Իր, որը միշտ քեզ հետ է։ Կրեստիկն է։ Խաչ։ Ցուցադրում ես այս խաչը, թե չէ, որովհետև առհասարակ ասում են, որ խաչը զարդ չի կարելի համարել։ Ես էլ չեմ սիրում, երբ որ խաչը կրում են զարդի փոխարեն։ Սիրում եմ, որ իմ մարմնին կպած է լինում։ Քեզ հետ է ուղղակի։ Իրադարձություն, որը կարելի է ասել հիմնովին փոխեց կյանքդ։ Երևի թե ամուսնությունս եւ երեխայիս լույս աշխարհ գալն էր։ Երկու հատ։ Երկու։ Նկար, որը երբեք որևէ մեկին ցույց չես տվել։ Դա իմ հենց ծննդատան նկարն է երեխայիս, Արմանիս, որտեղ ինքը հենց նոր ծնված ժամանակ իրենց անգամ պիլոնկաներով փաթաթված է։ Քո կյանքի ամենակարևոր մարդը։ Այստեղ պիտի մտածես։ Մի հոգի չեմ կարող ասել, մի քանի հոգի ունեմ շատ կարևոր, երևի թե մայրս, ամուսինս, երեխաս, քույրս, այսպես շատ կան։ Ինչի մասին երբեք չես սիրում խոսել ու չես խոսում։ Անցյալի մասին երևի։ Դու հարցազրույցների ժամանակ բավականին անկեղծ ես լինում։ Եվ ասում ես այն ինչ կա։ Ինչ ես կարծում, որ ավելի խոցելի կարող ես դառնալ այդ ձևով։ Չեմ կարծում, չգիտեմ, ես չեմ սիրում կեղծ, անգամ ես իմ երգերի մեջ բեմահարթակում, իմ աշխատանքի մեջ ես ամենտեղ անկեղծ եմ եւ չեմ վախենում դրանից, որովհետեւ ես այնպիսին եմ, ինչպիսին որ կամ, այն մարդիկ, ովքեր որ ընդունում եւ հասկանում եւ ճանաչում են ինձ, նրանք իմ կողքին են, իսկ ով որ չի ճանաչում, Աստված նրանց հետ։ Չես սիրում խոսել անցյալից, բայց կարծում եմ այնուամենայնիվ մանկությունը դա այն գեղեցիկ ու անուշ հատվածն է, որը չհիշել ուղղակի հնարավոր չէ, ու եթե այդ մանկությունը չլինի, մենք չենք լինի։ Որն է քո ամենավառ հուշը կամ հոտը, որը զգալով ասոցացնում ես դա, կամ գուցե ինչ-որ մի հյութ, որը խմել ես փոքր ժամանակ ու ասոցացնում ես դա քո մանկության հետ։ Ասոցացնում պաղպաղակները, ասում են լցնովի պաղպաղակներ, չէ՞ դրա։ Պաղպաղակները, այո։ Ես հիշում եմ, որ այստեղ Հայաստանում չէինք ապրում, ամռանը որ գալիս էինք, Ռուսաստանում չկար այդ պաղպաղակներից եւ ես շատ սիրում եմ հենց այդ լցնովի պաղպաղակները եւ ամեն տարի, երբ որ իմանում եմ, որ պիտի գանք Հայաստան, իմ առաջին ուզած բանը հենց այդ էր։ Իսկ հիմա գնում ես, հետ փորձում ես ինչ-որ մի պահի հետ գնալ ու գնալ այդ պաղպաղակը ուտելու, Արմանի հետ ես դեպքում արդեն։ Այո, իհարկե, մենք շատ ենք սիրում պաղպաղակ, նամանավանդ Արմանը։ Դու, երբ որ ես պատրաստվում էի քո հետ մեր զրույցին, մի քանի հարցազրույց եմ կարդացել, նայել, դու խոսել ես շատ նաև հորդ մասին։ Ինչպես հայրդ առհասարակ ընդունեց քո որոշումը երգչուհի դառնալու, որովհետև առհասարակ ասում են, չէ, որ մեր հասարակության մեջ մի քիչ դժվար է լինում այդ ընտրությունը աղջկա համար։ Կարանք չխոսանք այդ թեմայից։ Okay, պապայի մասին չենք խոսում, խարաշ։ Շնորհակալություն։ Ես անընդհատ տեսնում եմ, որ դու հետևում եմ անընդհատ քեզ Instagram-ում, Facebook-ում ու տեսնում եմ, որ վերջերս սկսել ես հատկապես շատ նկարներ ցուցադրել Արմանի հետ։ Իրականում սա որ հատվածն է քո կյանքի եւ որ ժամանակահատվածն է օրվա մեջ։ Երբ որ ես Արմանի հետ եմ, դա լինում է առավոտյան ժամերին եւ երեկոյան ժամերին ենք իրար հետ, ցերեկվա ժամերին նա մանկապարտեզում է եւ մնացած բոլոր ժամանակը, որը որ ես տրամադրում եմ իրեն, այդպես իրար հետ նկարվում ենք, ժամանակ ենք անցկացնում։ Երբ որ նայում ես Արմանին, ում ես ավելի շատ տեսնում նրա աչքերի մեջ, քեզ, Հայկոին, թե գուցե մամայի, չգիտեմ։
Չգիտեմ, նա ընդհանուր շատերն են ասում, որ նման է Հայկոյին, բայց ես ինքը ունի մի հայացք, որը երբ որ ես նկատում եմ, ես տեսնում եմ ինձ այդ հայացքի մեջ, չգիտեմ, ես ինքս տեսնում եմ, ճիշտ է, կողքիները ասում են, որ ինձ ընդհանրապես նման չէ Արմանը, բայց ունի հայացք, որը որ նման է։ Բայց այնուամենայնիվ ինչ որ մրցություն կա քո Հայկոյի միջև Արմանը ու մեն նման, կա, չէ՞։ Այո, իհարկե։ Դա կարծում եմ յուրաքանչյուր ամուսինների մեջ լինում է նման բան, երբ որ ակնհայտ երեխան կոնկրետ ինչ-որ մեկի նման չի։ Ու այս դեպքում Հայկոյին ասենք, որ սովորաբար տղաները մամային ավելի շատ են նման։ Այո։ Դու նաև երգում էիր։ Ու սկսում եմ հիմա խոսել մի քիչ անցյալով, որովհետև կարծես ստացվել է, որ դա գնացել է դեպի անցյալ ու երբ որ պատրաստվում էի մեր հանդիպմանը, հարցազրույցներիցդ հասկացա, որ երգը դարձել է հոբի, եթե կարելի է այսպես ասել։ Բայց երբ որ այստեղ էինք ու դեռ տեսախցիկները միացրած չէին, ես անդադ լսում էի, որ դու մտմտում էիր ինչ-որ մի երաժշտություն քո մեջ։ Այսինքն այդ երաժշտությունը միևնույն է կա ու վստահ եմ, որ երբ որ ինչ-որ մի բան նկարում ես, երբ որ ինչ-որ մի բան որոշում ես, երգը միևնույն է քեզ հետ է։ Երգը միշտ ինձ հետ է, ես ասեմ, որ երգը միշտ էլ ինձ համար հոբի է եղել, ես երբևիցե չեմ աշխատել կոնկրետ գումար վաստակել երգելով, ճիշտ է եղել են համերգներ և նման միջոցառումներ, որտեղ նաև ինչ-որ վարձատրություններ են եղել, բայց ես ոչ մի ակումբներում տենց ոչ միտեղ չեմ աշխատել և երգը ինձ համար միշտ եղել է հոբի, իմ սիրած ուղղակի զբաղմունքն է, այսպես կարող եմ ասել, ես փոքրուց երգել եմ, սիրել եմ երգել և շարունակում եմ, այս վերջին 2 տարվա մեջ մի քիչ դադար եղավ հենց ատելյեի պատճառով, որովհետև ինձ ժամանակ էր պետք, որպեսզի ատելյեն ոտքի կանգնեցնեմ և հիմա արդեն ունեմ 3 հատ նոր երգ և աշխատում եմ այդ երգերի վրա և շուտով տեսահոլովակ անգամ կնկարահանեմ։ Ում հետ ես համագործակցում, որովհետև Հայկի հարցազրույցներից մեկից ես հասկացա, որ նա ասաց, որ առհասարակ չի խառնվում և կարելի ասել, որ չի թելադրում իր երաժշտական ճաշակը քեզ։ Ու հստակ այն մարդիկ, ովքեր լսում են և քեզ և Հայկին, զգում են այդ տարբերությունը։ Այո, կա նման բան, ինքը երբեք ինձ չի պարտադրել ինչ երաժշտություն ես երգեմ, ինչ երգեր ընտրեմ, ընտրությունը իմն է եղել ու այնպես ստացվեց, բայց որ վերջին երգերս, կոնկրետ 2 երգը գրել է Հայկոն, խոսքերը Ավետ Բարսեղյանն է գրել և մի երգ ունեմ, որը ռուսերենն է և գրել է Իրադա Հայտ երգչուհին, հայտնի Իսրայելում և Ռուսաստանում, որը նույնպես որի վրա աշխատում ենք և խոսքերը և երաժշտությունը հենց ինքն է գրել։ Այսինքն այնուամենայնիվ Հայկը ինչքան էլ ասում որ չի խառնում, բայց վստահ եմ, որ ամեն դեպքում ես իրեն ասում եմ, ես ինչ տեսակի երգ եմ ուզում, ինքը իմ ճաշակով այսպես գրում է։ Անահիտ, Հայկոն քո երազանքների ասպետն էր։ Այո։ Հենց այնպիսին ինչպիսին պատկերացնում էիր։ Անկեղծ կլինեմ, որ այո, որովհետև ես Հայկի կերպարում տեսա հենց այն տղամարդուն, որին որ միշտ պատկերացրել եմ, որը ճիշտ հայր կլինի իմ երեխաների համար, որը հասկացող ամուսին կլինի, որը չի քեզ ոչ թե պարտադրի, որի հետ ամուսնացած լինելով դու չես զգա անգամ, որ ամուսնացած ես, որովհետև նա երբեք քեզ դա չի ոչ մի բանով չի սահմանափակի և հենց այդ ազատությունը երբ որ դու ստանում ես, նույնն էլ դու ես աշխատում տալ։ Դու տալիս ես այդ ազատությունը։ Կնոջ համար ինձ թվում է մի քիչ ավելի դժվար է այդ ազատությունը տալ տղամարդուն։ Եթե վստահություն կա, իսկ վստահությունը արդեն տարիների հետ մեզ մոտ շատ լավ ձևավորվել է իրար նկատմամբ, առաջին տարին, անգամ երկրորդ տարին շատ դժվար է լինում, ինչպես կարծում յուրաքանչյուր նորաստեղծ ընտանիքներում, այնպես էլ մեր ընտանիքում եղել են անհասկանալի պահեր, եղել են վիճաբանություններ, ամեն ինչ էլ եղել է, բայց այդ ամեն ինչ հարթվել գնացել է և արդեն 4 տարի է ինչ ամուսնացած ենք և ժամանակի հետ իսկապես իրար հանդեպ արդեն ունեցանք այդ վստահությունը, որ այսինքն ոչ մի էլ խոչընդոտ չի առաջանում։
Որ բնավորության գիծն է, որը միշտ մտածել ես, որ երբեք չես ուզենա, որ քո տղամարդը ունենա եւ Հայկոն չունի, եւ ինչը մինչեւ հիմա չես կարողացել փոխել Հայկի մեջ։ Երևի չէ ուզենա, որ բնավորության գիծը չէ ուզենա, որ չափից դուրս խանդոտ լիներ։ Այն շատ չափազանց խանդոտ։ Դե նման գեղեցիկ կին ունենալու դեպքում իհարկե դա դժվար է, բայց Չէ, ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ, երբ որ տղամարդը ընդհանրապես չի խանդում, դա էլ ընդհանրապես լավ չէ, բայց կան հիվանդագին խանդոտներ, որոնք որ տենց լսել եմ կողքից, որ ինչ տեսակի տղամարդիկ են լինում, ինձ շատ ես չեմ պատկերացրի, անգամ 1 ժամ նման տղամարդու հետ չեմ կարող ապրել ես։ Իսկ ինչը չես կարողացել մինչև այսօր փոխել Հայկի մեջ։ Գուցե ինչ-որ մի բան, որ նա տան մեջ անում է, կենց հաղում։ Ու ամեն անգամ ասում ես, դե մի արա, խնդրում եմ, բայց միանգամայն նա դա անում է։ Երևի Հայկոն հաղորդումից հետո ինձ կսպանի, բայց կասեմ, որ լոգանք ընդունելուց հետո սրբիչը գցում է գետին։ Անահիտը ամուսնանալուց առաջ եւ Անահիտը այսօր տարբերությունը մեծ է։ Շատ բաներով է տարբերությունը մեծ, բայց կարող եմ ասել երևի թե ամուսնանալուց հետո, երբ որ զգացի, որ իմ այսպես ասած մեջ կին տղամարդ կա կանգնած իմ ուժն է ու ինքը միշտ իմ կողքին է, երևի ավելի վստահ դարձա շատ ավելի եւ իմ որոշումների, իմ քայլերի մեջ ավելի համարձակ։ Դու ավելի լավն ես Հայկոյի հետ։ Երբ որ միասին ենք, երբ որ Հայկոն հայտնվեց քո կյանքում, ու հիմա կապ չունի ֆիզիկապես, առհասարակ, դու ավելի լավը դարձար։ Չեմ կարող ասել լավը դարձա, թե ինքդ քեզ համար։ Ինքս ինձ համար, այո։ Դիմացինների շատերի համար իհարկե ես շատ վատը դարձա, որովհետև Հայկոն ընտրեց ինձ։ Կամ ավելի ճիշտ դու ընտրեցիր նրան։ Բայց ամեն դեպքում։ Երբ որ դուք պիտի ամուսնանայիք, շատ խոսակցություններ կային, որ դրա հիմքում շահն է։ Շահը քո կողմից, հա, որովհետև Հայկոն արդեն հաստատված, դու նորալուկ երգչուհի, բայց այնուամենայնիվ ես վերջերս կարդում էի Քրիսի Թայգենի, Ջոն Լեջենդի կնոջ հարցազրույցը եւ նա բացարձակապես չէր էլ թաքցնում, որ շատ ուրախ է լինել Ջոն Լեջենդի կինը եւ որ իհարկե Ջոն Լեջենդը բավականին մեծ լումա ունի նրա զարգացման, նրա կարիերայի մեջ, ու դրա մեջ ոչ մի վատ բան չկա իրականում։ Ինչ կասես դրա մասին։ Շահ անվանել կարծում դա շատ սխալ է, որովհետև չեմ կարող ասել, ես երբ որ մենք ամուսնանում ենք, ես էլ արդեն հայտնի երգչուհի, այսպես կարող եմ ասել, ունեի տեսահոլովակն է, բայց Հայկոն։ Չէ, ամեն դեպքում Հայկոյի հետ երբեք չեմ համեմատվել կամ բան, Հայկոյի անցած ճանապարհը շատ ավելի երկար է, բայց ես մինչ օրս անգամ լինում են դեպքեր, երբ որ Հայկոն էլ ասում է, նայի օրինակ դու ոչ մի բան տենց իր երաժշտական կոնկրետ իր երաժշտական ուղու հետ կապված ոնց բացատրեմ, որ ճիշտ լինի, ես երբ որ ամուսնանում ենք, ես երգեր կա, որ մինչև հիմա չեմ իմացել, որ դա իր երգերն է, իր գրած կամ ես այդքան չեմ հետաքրքրված եղել Հայկո երգիչ կոմպոզիտորով, քան հետաքրքրված եմ եղել Հայկո որպես մարդ տեսակ, որովհետև ինքը անգամ եղել են դեպքեր, որ նեղանում էր ինձանից, որ ես ինչ-որ երգ չգիտեի, որ օրինակ ինքն է գրել կամ իր հին ալբոմները ես անգամ չեմ լսել, ես նոր ես վերջերս եմ լսել։ Ասեն ես ավելի հին ֆանատն եմ Հայկոյի, քան դու։ Եվ դրա համար կարող եմ ասել, որ հաստատ շահ չի եղել ու չէր կարող լինել, որովհետև շահի համար կարծում մարդիկ իրենց կյանքը չեն կապում մեկը մյուսի հետ, պետք է սեր լինի առաջին հերթին։ Ես համաձայն եմ քեզ հետ, որ սեր պիտի լինի, բայց դա լինում է մարդկանց կյանքում, ուղղակի գուցե քեզ համար, ինձ համար դա մի քիչ արտասովոր երևույթ է։ Հայկոն ավելի հանգիստ է, չէ՞, քան դու։ Ինչպես եք կարողանում այդ սառն ու տաքը համադրել։ Տարիքային տարբերությունն էլ կա, քանի տարի է։ 14։ Ինձ համար շատ լավ տարբերություն է։ Ինձ համար սա օգնում է։ Այո։ Հաստատ օգնում է,
լինում են դեպքեր, որ կարող է, բայց ոչ տարիքային, դրա հետ կապ չունի։ Ես իմ տարիքի օրինակ տղայի հետ հաստատ չէի կարողանա, ես հիմա եմ հասկանում, որ երևի թե հենց իմ երազանքի տղամարդը պետք է շատ ավելի մեծ լիներ ինձանից, որ երևի իմ կապրիզները կամ ինչ-որ նման կանացի փոքրիկ բաները ընդուներ։ Հայկոն շատ հանգիստ է, ես չեմ կարող ասել, որ շատ հանգիստ եմ, բայց լինում են դեպքեր, օրինակ վեճերի ժամանակ ամեն ես ինչ-որ խոսում, Հայկոն ձայն չի հանում և դա ավելի է այսպես հունից հանում, բայց հետագայում արդեն իր հետ ապրելով ես նույնպես հենց այդպիսին դարձա և արդեն վեճեր չեն լինում, մենք հանգիստ միասին խոսում ենք, այն առաջին տարիներին երևի թե սխալ էր այդ ինչ-որ տաքարյուն Ну դա երիտասարդություն, չգիտեմ, ով է, ուզում եմ հասկանամ, դու ես ավելի շատ մեծանում, թե Հայկոն է ավելի շատ երիտասարդացել։ Ну կողքից ասում են, որ Հայկոն է ավելի շատ երիտասարդացել, բայց ես էլ կարող եմ ասել, որ ես էլ եմ մեծացել և իր խորհուրդները լսելով, իր կյանքի անցած ճանապարհը իմանալով, ես շատ բան եմ սովորել իրենից։ Օրինակ։ Օրինակ ամեն ինչ, չգիտեմ, թե կյանքում, թե մարդկանց հետ շփվելու մեջ, թե աշխատանքի մեջ, ինքը շատ ճիշտ խորհուրդներ է ինձ տալիս, որոնք որ ինձ օգնում են։ Ձեր անձնական կյանքից կարելի է ասել դուք գաղտնիք երբևէ չեք սարքել։ Ինչ եղել է, եղել է։ Բայց եղավ հարված։ Ու այդ ժամանակ ես շփվել եմ քեզ հետ, ես տեսել եմ քեզ։ Ու ես այդ ժամանակ հասկացա, որ Անահիտը փոքր չի, Անահիտը մեծ է, և Անահիտը շարունակում է ժպտալ, և Անահիտը ամուր այս դեպքում արդեն կանգնած է իր ամուսնու մեջքի ետևում։ Ինչպես կարողացար։ Ամեն ինչ մարդու համար է, և հենց նման դժվար կյանքի պահերին հասկանում ես, թե ինչքան թանկ է դիմացինը քո համար, թե ինչքան կարևոր է նրա առողջությունը քո համար և հենց այդ շրջանում մենք շատ ավելի սպլաչոննի դարձանք և չգիտեմ, համատեղ միասին ոնց որ ասեց անցանք այդ ամեն ինչի մեջով։ Դու քեզ նորովի ճանաչեցիր։ Կարծում եմ, որ բացահայտեցիր մի բան, որը դեռ չգիտեիր, որ ունես։ Այո։ Ես հասկացա, որ ես նման պահերի դառնում եմ շատ անգամ ավելի ուժեղ և ես պատրաստ եմ անել հնարավոր և անհնարին ամեն ինչ, միայն թե լինի այնպես, ինչպես որ մենք ենք ուզում։ Ինչպես որ եղավ։ Ինչպես որ եղավ, այո։ Դավաճանություն կյանքում կա։ Ինչպես ես վարվում, երբ որ քեզ դավաճանում են հարազատ մարդիկ, սովորաբար դավաճանում են նրանք, ովքեր շատ մոտ են, ովքեր մեջքիդ ետևում են կանգնած միշտ ու հենց այնտեղից էլ խփում են սովորաբար։ Գիտնեմ, շատ ծանոթ եմ։ Ինչպես ներում ես։ Ասում են չեն ներում, ներում են, չեն մոռանում։ Չեմ ներում։ Եվ չեմ ներում, և չեմ մոռանում։ Ինչքան էլ Հայկոն փորձում է փոխել օրինակ հենց այդ գիծի մեջ և ասում է, որ անցի առաջ պետք է ներող լինես, պետք է, չգիտեմ, մոռանաս, ինչ-որ բան, ես չեմ կարողանում։ Ես վերջնականապես ջնջում եմ նման մարդկանց իմ կյանքից։ Խոսում ես, թե ուղղակի լուր հեռանում ես։ Լուր հեռանում եմ։ Իսկ դրանից հետո դժվար չի լինում նոր մարդկանց ներս թողնել կամ հներին հավատալ։ Նոր մարդկանց ներս թողնել հասկացողությունը ինձ համար ունի սահման։ Մինչև վերջ ներս թողնել չեմ թողում։ Դե այդ սահմանից նկատի ունեմ։ Չէ՞։ Վերջի շրջանում մեծ աղմուկ բարձրացավ մի իրադարձության շուրջ, որը ինձ համար абսուրդային էր ըստ էության։ Ես ինքս էլ ամսագրային բնագավառում աշխատելով հասկացա, որ իրականում Photoshop կար։ Ինչ էր սա։ Ինչու համար էր սա։ Ում էր սա պետք։ Չգիտեմ,
ում էր պետք, երևի թե հենց կոնկրետ իրան էր պետք, չեմ կարող ասել ու եւ չգիտեմ ինչ անձնական մոտիվացիա ունի ինձ հետ այդ աղջիկը, բայց ամեն դեպքում ես մոռացա ու անցա առաջ, բայց չմոռացա, անցա առաջ։ Դու շատ երևի տեղին է ասեմ, կոպիտ խոսեցիր ամենասկզբում քո սոցիալական անձնական կայքի էջին եւ հետո բավականին արագ անհետացավ այդ ստատուս ասվածը։ Այստեղ Հայկոն կապ ուներ։ Այո։ Հենց Հայկոն կապ ուներ, թե չէ այդ ստատուսը չէր անհետանա, որովհետև ես ուրիշ կերպ չէի կարող իրեն դիմել, որպեսզի խոսքս իրեն տեղ հասներ, որովհետև սա առաջին դեպքը չէր։ Այս ամեն ինչ սկսվել էր մեր հարսանիքից եւ շարունակվում էր արդեն քանի տարի, 4 տարի էր։ Եվ ամեն կերպ այդ աղջկան մենք փորձեցինք բացատրել, որ պետք չի մեր հետ նման բան անել եւ ամեն դեպքում մենք քեզ ոչ մի, то есть մենք իրար հետ ոչ մի խնդիր չունենք, ինչու՞մն է պատճառը, որ դու տենց փորձում ես ամեն անգամ ռեյտինգ հավաքես նման բաներով, բայց չհասավ դրա համար ես ուղղակի հունից դուրս եկա եւ նման կերպով իրեն գրեցի։ Դատ օրենք մտածեցիր դիմել օրենքին։ Մտածեցի, բայց հետո էլի Հայկոն էր պատճառը, որ ես չշարունակեցի, որովհետև ես շատ հանգիստ, շատ կարող էի իրեն դատի տալ եւ 101%-ով ես հաստատ ճիշտ էի լինել։ Այս դեպքում PR-ումն էր։ Իրենը չգիտեմ, ինքը փորձեց։ Չես մտածել, որ այդ ստատուսը գուցե քեզ պետք չէր։ Մտածել եմ, որ ինձ պետք չէր, բայց ես էլի եմ ասում, ես անկեղծ եմ, ես ոնց կամ, տենց եմ եւ այդ պահին ես դա եմ մտածել, հենց դա գրել եմ, որ վերջնականապես տեղ հասնի եւ անկեղծ ես չեմ մտածել, որ շատ մեծ տարածում կունենա այդ ամեն ինչը, ինձ թվաց ինքը կտեսնի ու դուրս կգա կապի եւ ինչ որ խնդիրներ ունենք, կհասկանանք, բայց ստացավ մեծ տարածում, ես չեմ փոշմանում, որ գրել եմ։ Առհասարակ հաճախ ես զղջում ինչ որ քայլերի համար, որ արել ես։ Հաճախ չէ։ Բայց լինում են դեպքեր։ Լինում են դեպքեր, այո։ Լինում են դեպքեր, բայց չեմ կարող ասել, որ հաճախ եմ զղջում։ Հարգել դիմացինին։ Ինչ ես հասկանում սրա տակ։ Ինչ պիտի անես այս մարդու նկատմամբ եւ ինչ չես կարող անել։ Դե երբ որ մեկին հարգում ես, չեմ կարծում եմ սխալ քայլ պիտի իր հանդեպ չանես, ամեն կերպ ցույց տաս քո հարգանքը, քո քայլերով, քո պահվածքով եւ քո սերը երևի թե։ Իսկ կարող ես սիրել, բայց չհարգել եւ հակառակը։ Չէ։ Երկուսը միասին։ Ահա։ Ես ունեմ վերջին 10 բլից հարցերը, որոնց պիտի փորձենք հիմա պատասխանել։ Քո ամենամեծ ձեռքբերումը։ Կարող եմ ասել երեխաս։ Իհարկե։ Վերջին ժամանակներում տեղի ունեցած մի իրադարձություն, որը շատ է ազդել քեզ վրա։ Երևի եզդիների գենոցիդը։ Պատմական որ ժամանակաշրջանում կցանկանայիր ծնված լինել։ Ոչ մի մեր ժամանակաշրջան։ Եթե տանը թրդեհ լիներ, Աստված մի արասցե, որ 3 իրը կվերցնեիր քեզ հետ։ Երևի անձնագիրս, հեռախոսս եւ խաչս։ Ում հետ կցանկանայիր փակված մնալ վերելակի մեջ։ Ոչ մեկի։ Ասենք, չգիտեմ, մեկը աստեղ ինչ որ մեկում։ Կցանկանայի։ Չէ, չկա տենց մեկը, ես վերելակներից վախենում եմ։ Ավարտիր հետևյալ արտահայտությունը. կյանքն ինձ համար անիմաստ կլիներ, եթե չլիներ սերը։ Քո ամենամեծ թերությունը։ Երևի չգիտեմ։ Չկա այդպիսի բան։ Չկա։ Լիքը կա։ Ուզում մտածեմ մեկը։ Անհամբերությունը։ Անհամբերությունը։ Եթե իմանայիր, որ մինչև կյանքիդ վերջը մնացել է 90 րոպե, ինչ կանեիր այդ 90 րոպեին ընթացքում։ Չգիտեմ, կմնայի մենակ։
Մենակ։ Մարդկային որ թուլությունը կարող ես ներել եւ հասկանալ։ Երևի ժլատությունը չեմ ընդունում, բայց կհասկանամ։ Այդ բանը։ Ինչն է քեզ պակասում երջանկության համար, եթե պակասում է։ Ինչն է պակասում։ Ոչ ման չի պակասում։ Ես շատ կուզեմ, որ մենք ինչ-որ ժամանակ հետո նորից հանդիպենք ու դու այս նույն հարցին տաս նույն պատասխանը։ Շնորհակալ եմ քեզ։ Այսպիսին էր Անահիտ Սիմոնյանը, Սպիտակ անկյունը։